Հանուն Հոր և Որդու և Հոգու Սրբո, ամեն։ Տերն ասաց ինձ, իմ որդին ես դու, և ես այսօր ծնեցի քեզ։ Այս խոսքերը Դավիթ Սաղմոսերգու մարգարեի խոսքերն են, որ ուղղված են Քրիստոսին։ Տերը ասաց ինձ, դու իմ որդին ես, և այսօր քեզ ծնեցի։ Եվ եթե իմ որդին ես, ինչպես նոր քեզ ծնեցի։ Այս խոսքերը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ երկու ծնունդների մասին։ Քրիստոս նախ եւ առաջ Աստծուց է ծնված, Աստվածությամբ է ծնված։ Առաջին ծնունդը որդու հորից անճարելի է, անիմանալի է, անժամանակ է։ Մենք չգիտենք երբ է որդին հորից ծնվել, ինչպես չգիտենք ինչպես արեգակի ճառագայթները արեգակից առաջացան։ Երբ որ արեգակը գոյացավ, այնպես էլ ճառագայթներն են։ Քանի հայրը կա, այնպես էլ որդին է, Հոր Աստծո որդին։ Եվ երկրորդ ծնունդը ես այսօր քեզ ծնեցի, ասում է Սաղմոսերգություն։ Այսօր, այսինքն Հիսուսի ծննդյան օրը, երկրորդ անգամ ծնվեց մեր Տերը Հիսուս Քրիստոս։ Եթե առաջին ծնունդը անժամանակ էր, չգիտենք երբ, ապա երկրորդ ծնունդը ժամանակների լրումին էր, երբ ծնվեց Հիսուս, 1 թվականին, իսկ այդ 1 թվականը երբ է, ըստ եկեղեցու Սուրբ Հայրերի, Ադամի դրախտից վտարվելուց հետո, ոմանք 5400 տարի են ասում, այսինքն 5.5 դար հետո, 5.5 հազարամյակ հետո Հիսուս ծնվեց և 6-րդ հազարամյակին ծնվեց Հիսուս։ Սա էր Հիսուսի ծննդյան ժամանակը, այս օրը, որ Հիսուս ծնվեց։ Եվ եթե առաջին ծնունդը առանց մոր էր, միայն հորից, Հոր Աստծուց, ապա երկրորդ ծնունդը առանց հոր է, միայն մորից, Սուրբ Մարիամ Աստվածածնից, Սուրբ Հոգով է Հիսուսի ծնունդը։ Եթե առաջին ծնունդը Աստվածությամբ էր, ապա երկրորդ ծնունդը մարմնապես է։ Հիսուս մարմնով ծնվեց և հոգով ծնվեց ու աշխարհ եկավ։ Եվ այդ բոլորը մեզ համար եղավ։ Մենք էլ նախ եւ առաջին մեր ծնունդը մարմնով է մեր ծնողներից, իսկ երկրորդ ծնունդը հոգով է մկրտության Սուրբ Ավազանից, ինչպես Հիսուսի մայրը Մարիամն է, այնպես էլ մեր մայրը Սուրբ Եկեղեցին է, մկրտության ավազանն է, որտեղից մենք ծնվում ենք։ Այս է մեր ծննդավայրը, այս է մեր ծնողը Սուրբ Եկեղեցին, այդպես էլ Հիսուսի մայրը Մարիամն է, որից ծնվեց և լույս աշխարհ եկավ։ Երբ Հիսուս ծնվեց, բոլոր տնօրինական խորհուրդների կամ տոների սկիզբը դրվեց։ Տեսնում ենք, տարվա առաջին տոնը Հիսուսի ծննդյան տոնն է, հունվարի 1-ը տարվա սկիզբն է, հունվարի 6-ը Հիսուսի ծնունդն է։ Դրանից հետո գալիս է Քրիստոսի անվանակոչությունը, հունվարի 13-ին, այնուհետև Տյառն ընթառաջը, փետրվարի 14-ին, որից հետո գալիս է մեծ պահքը, զատիկը, խաչելությունը, հարությունը, համբարձումը, հոգեգալուստը։ Եվ այսպես բոլոր տնօրինական տոների սկիզբը Հիսուսի ծնունդը եղավ։ Հիսուսի ծնունդով մենք կյանք ստացանք, մեկնարկ ունեցանք դեպի հավիտենականություն։ Ինչու՞, որովհետև Հիսուսի ծնունդը նոր կյանքի սկիզբ է։ Անկամ մարդկության պատմությունը
նոր էջ բացեց։ Մենք ասում ենք Քրիստոսի ծնունդից հետո եւ ասում ենք Քրիստոսի ծնունդից առաջ, որտեղ Քրիստոսի ծնունդով ամբողջ պատմությունը մարդկության նոր էջ բացեց իր առջև, նոր սկիզբ դրեց։ Սուրբ Աստվածածին Մարիամը, Հիսուսի մայրը, երբ որ ծնեց, մի սքանչելիք տեղ ունեցավ։ Դրախտից վտարվելուց հետո Աստված Եվային ասաց. երկունքի ցավելով երեխա կունենաս։ Դա պատիժ էր, դա անեծք էր, որ ուղղված էր Եվային եւ Եվայի դուստրերին։ Այսօր բոլոր մայրերը, որոնք զավակ են ունենում, երկունքի ցավով են ունենում։ Բայց Սուրբ Արիամ Աստվածածինը սքանչելի մի ծնունդ ունեցավ։ Հրեշտակը նրան ասաց. ուրախացիր, ով շնորհընկալ, Տերը քեզ հետ է, ուրախությամբ ունեցավ ծնունդը, Եվայի երկունքի ցավերի պատիժը վերցրեց Սուրբ Մարիամ Աստվածածինը, նրա ծնունդը ուրախությամբ էր, բերկրանքով էր, ինչպես այսօրվա ավետարանում Սուրբ Աստվածածինն ասում է. իմ հոգին կցնծա իմ փրկիչ Աստուծով, որտև նայեց իր աղախն ու խոնարհության վրա եւ բոլոր ազգերը ինձ երանի կտան։ Այսօր բոլոր ազգերը երանի են տալիս Սուրբ Աստվածածին, որտև միակ մայրն էր, որ ծնեց ուրախությամբ, ոչ թե երկունքի ցավերով ու տրտունջով, վախով, այլ ուրախությամբ ծնեց։ Սուրբ Մարիամ Աստվածածնի ծնունդը նոր ծննդյան սկիզբ է դրվում։ Այդպես էլ մենք ուրախությամբ ենք վերստին ծնվում մկրտության Սուրբ ավազանից։ Մեր հոգևոր ծնունդը ուրախություն է ու երջանկություն է։ Սուրբ մեր Տերը Հիսուս Քրիստոս ծնվեց եւ վերացեց մահվան մեղքի չարիքը եւ երկրորդ անգամ նաեւ մարմնավոր մահն էլ կվերացնի, երբ մեր Տերը գա եւ երրորդ ծնունդ տեղի կունենա։ Առաջին ծնունդը մեր մարմնով է, երկրորդ ծնունդը հոգով, իսկ երրորդ ծնունդը աշխարհի վախճանին, երբ որ մեր Տերը Հիսուս Քրիստոս երկրորդ անգամ գա, բոլոր մեռելները հարություն կառնեն, հողը, երկիր մոլորակը կծնի ամբողջ, երկունքով կբռնվի ու երկիրը կծնի, երրորդ ծնունդը կլինի, որը կլինի մեռելների հարություն, եւ այդ ծնունդը կլինի հոգով եւ մարմնով, առաջին ծնունդը միայն մարմնով, երկրորդ ծնունդը հոգով, երրորդը հոգով ու մարմնով, որովհետև բոլոր հոգիները կմիավորվեն իրենց մարմիններին, հոգով ու մարմնով երրորդ ծնունդը կլինի։ Եվ ահա այս բոլոր սքանչելիքները տեղի ունեցան մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ ծննդյամբ։ Այսօր Սուրբ ծննդյան 5-րդ օրն է եւ առաջիկա 8 օրերում Սուրբ ծնունդը մենք 8 օր ենք նշում։ Եթե ճրագալույցն էլ միացնենք կլինի 9 օր, մինչև հունվարի 13-ը, մինչև անվանակոչությունը, երբ մեր Տիրոջ անունը Հիսուս դրեցին։ Ուրեմն այս օրերի ընթացքում մենք նորից ու նորից կարող ենք միմյանց ուրախացնել, շնորհավորել, ավետիս փոխանցել եւ ասել. Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։